Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսով 0-ից բարձր 40 աստիճանը։ Իտալիայի 21 քաղաքներում, այդ թվում Հռոմ, Միլան եւ Նեապոլ, հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոկը հանգեցնում են անտառային հրդեհների։ Երկրի մի շարք շրջաններ քննարկում են օրվա ամենաշոգ ժամերին որոշ տեսակի գործունեություն արգելելու հնարավորությունը։ Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան եւ Ումբրիան այն շրջանների թվում են, որոնք նախատեսում են այս միջոցը ձեռնարկել ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեպքում։ Իսպանական Էլ Գրանադո քաղաքում գրանցվել է +46 աստիճան։ Սա հունիսին Պիրենեյներում եղանակային արձանագրված պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է։ Մադրիդի քաղաքացիները եւս զարմացած են օդի այսքան բարձր ջերմաստիճանից։ Այո, սա ակնհայտորեն կլիմայի փոփոխություն է։ Չեմ կարծում, թե երբևէ նման բան ենք ապրել։ Մադրիդի շոկն անհամեմատելի է։ Սպասում ենք մինչև արևը մայր մտնի։ Մենք նոր դուրս եկանք, բայց փորձում ենք հնարավորինս շատ մնալ խանութների ներսում։ Անհրաժեշտության դեպքում փոխել հագուստը եւ շատ ջուր խմել, քանի որ ջերմաստիճանը շատ բարձր է։ Տարիների ընթացքում ինձ թվում է, թե Մադրիդն ավելի ու ավելի է տաքանում, հատկապես քաղաքի կենտրոնը, շատ ուժեղ շոկ է, քանի որ կանաչապատ տարածքները շատ քիչ են, չկան ծառեր, բավարար զբոսայգիներ եւ չկան բավարար վայրեր զովանալու համար։ Բարսելոնայի փողոցների մաքրուհի է մահացել շաբաթ օրը իր հերթափոխն ավարտելուց հետո ծայրահեղ շոկի պատճառով։ Իշխանությունները հետաքննում են նրա մահը։ Սևիլիայում, որտեղ այս օրերին անցկացվող ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին մասնակցելու է մեկնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 42 աստիճան։ Առողջապահական մարմինները բնակչությանը խորհուրդ են տվել շոկի պիկ ժամերին խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ շատ հեղուկ օգտագործել, հատկապես խոցելի խմբերին, ինչպիսիք են տարեցներն ու փոքր երեխաները։ Պորտուգալիայում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 44 աստիճան։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացում է հրապարակել ամբողջ տարածքի համար։ Գերմանիայում նույնպես գրանցվել է +30 եւ ավելի բարձր ջերմաստիճան։ 2025 թվականի փետրվար-մայիս ամիսների արդյունքների հիման վրա երկրի օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ Գերմանիան ապրել է պատմության մեջ գրանցված ամենամեծ երաշտը։ Հունիսի սկզբին Գերմանիայում անձրև է տեղացել, սակայն հիմա շոկի պատճառով երաշտը կարող է վերսկսվել։ Հունաստանը, որը վերջին տարիներին բախվում է լայնածավալ անտառային հրդեհների, շարունակում է պայքարել բնական աղետների դեմ։ Աթենքի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ Քիոս կղզում, որտեղ հրդեհը մոլեգնում էր 3 օր, մոտակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Երկրում ջերմաստիճանը կբարձրանա մինչև ուրբաթ, հասնելով 40-ից 41 աստիճանի։ Հունիսի 29-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Լանգեդոկ պատմական շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ֆոնֆրուադի նախկին աբայությունը տարհանվել է։ Հրդեհի պատճառով երկու ուղղություններով փակվել է Տուլուզի եւ Նարբոնի միջև ընկած ճանապարհը։ Նույն օրը երեկոյան Ֆրանսիայի կառավարությունը արտակարգ նիստ է անցկացրել շոկի պատճառով։ Որոշ շրջաններում դպրոցները փակ են։ Առաջիկա օրերին Փարիզում ջերմաստիճանը կարող է գերազանցել +35 աստիճանը։ Փորձագետները հարավային Եվրոպայում ուժեղ շոկերի հաճախականության եւ ինտենսիվության աճը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Հետազոտողները պարզել են, որ մոլորակի ջերմացման պատճառով մահացության մակարդակը մինչև դարի կեսը կարող է աճել ավելի քան 4 անգամ։ Կալիֆոռնիայում եւս ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ շատ բնակիչներ լքում են իրենց տները եւ տեղավորվում ապաստարաններում։ Նայեցի պատուհանիցս, հրդեհը հենց փողոցի մյուս կողմում էր։ Մենք դուրս եկանք եւ պարզապես կանգնած էինք։ Տեսանկարահանում էինք այն, ինչպես բոլորը։ Հետո հանկարծ ամեն ինչ ավելի վատացավ։ Լավ նորությունն այն է, որ առաջխաղացումը կանգնեցված է, բայց հրշեջներն ասում են, որ ծուխը եւ թեժկետերը շարունակում են մնալ ակտիվ։ Հրշեջները ինքնաթիռների աջակցությամբ ամբողջ գիշեր պայքարել են արագ տարածվող կրակի դեմ։ Շատ շրջաններում ուժի մեջ են տարհանման կանոնները, բաց են բնակիչների եւ կենդանիների համար նախատեսված ապաստարանները։ Իսկ ահա Հայաստանում ընդհակառակը, օդի ջերմաստիճանը նվազել է 5 կետով։ Հուլիսի 1-ից 4-ը հանրապետության տարածքում օրվա տարբեր ժամերին սպասվում են անձրևներ եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում։ Մերի Դանիելյան, Free Open Media։